Ես Ռոզան եմ, ծնվել եմ Գյումրիում, ուսանողական երիտասարդական տարիներս անցել են Գյումրիում, ամուսնացել տեղափոխվել եմ Երևան։ Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, բայց երեխաների խնամքի հետ կապված պետք է մնայի տանը ու քանի որ ունեի ձեռագործական աշխատանքներով զբաղվելու հմտություններ, սկսեցի զբաղվել handmade-ով։ Որոշեցի, որ հոբին չմնա հոբի մակարդակում, այլ վերածվի կայուն ինչ-որ աշխատանքի, որը նաև ինձ համար եկամտի աղբյուր կհանդիսանա։ Ստեղծվեց տոկունը։ Զբաղվում եմ թղթե ծողերով, տան դեկորների պատրաստմամբ, ինտերիերի դեկորներ կլինեն, օրորոցներ, խոհանոցային ինչ-որ պահոցներ, երեխաների խաղալիքների զամբյուղներ, ինչպես նաև կաշվի և մետաղի հետ համադրված իրեր, որոնց թվում նաև պայուսակներն են, ջահերն են և փայտի հիմքի վրա պատրաստված մեծ սնդուկները։ Գիտենք, որ թուղթը մենք ստանում ենք փայտից, բայց իմ մոտ հիմա հակառակ պրոցեսն է տեղի ունենում։ Ես թուղթը վերածում եմ փայտի, այսինքն ի սկզբանե այդ փխրուն նյութը դառնում է մի հատ ամուր, ավելի երկարակյաց ինչ-որ բան։ Եթե նայենք պրոդուկտների տեսակներին, բնականաբար ինչ-որ մեկի մոտ կարող է հարց առաջանալ, որ թղթով պատրաստված իրերը չեն կարող լինել օրինակ ջրակայուն, ջերմակայուն, բայց պատրաստվում են ջահեր թղթե ծողերով ու այդ ջահերը բնականաբար ջերմակայուն են։ Եթե չունենան այդ ամրությունը, իրենք չեն կարողանա ծառայեն իրենց նպատակին։ Նույն պայուսակները օգտագործվում են նաև դրսում արևի ուղիղ ճառագայթների տակ ու չեն կորցնում իրենց տեսքը եւ ընդհանուր իրանց բնույթը չի փոխվում ժամանակի ընթացքում։ Երբեմն աշխատանքների մեջ երեխաներս նույնպես շահագրգռված են լինում օգնելու, իրենց տարիքին համապատասխան ինչ-որ փուլեր վստահում եմ նաև երեխաներից ու իրենք հաճույքով միանում են, օգնում են ու չեն ձանձրանում։ Ես միշտ ինձ համեմատում եմ երեկվա ու այսօրվա հետ, որովհետև երեկ ես ավելի վատ էի անում իմ աշխատանքը, քան այսօր ու ամեն անգամ ես փորձում եմ կատարելագործել իմ աշխատանքը, փորձելով ավելի նորույթներ մտցնել իմ գործունեության մեջ, որոնք ավելի լավը կդարձնեն տոկունը։ Գլխավոր շարժառիթը, որ զբաղվում եմ այս աշխատանքով, առաջինը, որ սիրում եմ, ու եթե չսիրեմ, չեմ կարողանա այդքան ժամանակ, համբերություն ու ջանքներ դնեմ այդ ամեն ինչի մեջ։ Ու այդ ամեն ինչը նաև աշխատասիրության ու համբերության արդյունք է։ Իհարկե, եկամտաբերությունը նույնպես իր նշանակությունն ունի աշխատանքի մեջ, բայց դա որպես վարձատրություն է այն ամեն ինչի, ինչը դու սիրում ես ու սիրով ես անում։